նախարար 2026 թվականի աղետազեկույցում նշված է, որ ինքնանց ապահովության չի վերաբերում։ Նշված է, որ Հայաստանի, Իսպանիայի, Ավստրիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի ու Մեծ Բրիտանիան կարմրուկից լիովին զերծ երկրների կարգավիճակից վերացվել են և այդ երկրներում 2024 թվականին գրանցված վարակի շարունակական փոխանցման հետևանքով։ Ես կխնդրեմ պարզաբանել սա ինչ է նշանակում, երբ նաև սրան զուգահեռ ՀՎԿ-ը վերջերս հայտարարեց, որ վերջին տարիներին Հայաստանում պատասխանների կայուն աճ է արձանագրվել։ Այո, ըստ էության կարմրուկի բռնկումներ նկատելի են շատ տարբեր տարածաշրջաններում և սա մտահոգիչ է, որովհետև կարմրուկը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, շատ կոնտագիոզ, այսինքն վարակման հավանականությունը շատ մեծ է և այսպիսի մի օրինակ կա, եթե մեկ շենքում կարմրուկով վարակված երեխա կամ անձ կա, ապա հավանականությունը, որ այդ շենքում մյուս բնակիչները անգամ առանց հանդիպելու վարակվեն, իսկապես շատ մեծ է։ Մենք ուրեմն ունեցել ենք 2023 թվականին բերովի դեպքեր, բայց ձեռնարկված միջոցառումները կանխարգելման, վարակի այդ օղակների հետ աշխատանքի մեզ ուրեմն զերծ պահեցին Հայաստանում տարածման ընթացքից և կարմրուկի վարակը հաղթահարելու ամենագործուն միջոցը պատվաստումն է։ Պիտի նշեմ, որ 2025 թվականի մեր ռուտին պատվաստումների ցուցանիշը ևս ռեկորդային է։ 95.2, որը որ իսկապես շատ դրական արդյունք է և այն տեղեկատվական աշխատանքը, որ մենք իրականացնում ենք, կրթական, ծնողների հետ աշխատանք, հանրությանը ներկայացնելու պատվաստանյութերի վերաբերյալ տվյալներ և այլն իրենց արդյունքը տալիս են։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր հանրության վերաբերմունքը ևս փոխվել է և նաև մենք բոլորս իրար հետ ըստ էության Հայաստանը զերծ ենք պահում կարմրուկով դեպք ունենալու հնարավորությունից։ Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Նշեմ, որ մենք անցյալ տարի սկսեցինք ջրծաղիկի դեմ պատվաստման ծրագիրը և այստեղ էլ արձագանքը շատ դրական է։ Մենք 70%-ից ավել պատվաստում ունենք, 76.7% է կազմել խմբում, որը որ նախատեսել էինք ջրծաղիկի պատվաստման ցուցանիշը։ Պիտի ասեմ, որ նաև MPV պատվաստման մասով, որը մեր ուրեմն կանանց շատ կարևոր առողջության ուրեմն ցուցանիշներից է, ևս 48% ենք հասել և սա էլ շատ մեր նաև բուժաշխատողների տքնաջան աշխատանքի արդյունք է։ Իսկ կարմրուկից ունենք ցուցանիշներ պատվաստանների։ Լրացուցիչ կարող ենք առանձին կարմրուկի մասով, այո, կարող ենք տրամադրել։ Եթե չեմ սխալվում, կարմրուկը եղավան պատվաստանյութեր։ Կարմրուկը, այո, և այստեղ էլ մեր պատվաստանյութի ձևի փոփոխությունը, այնտեղ 6-վալենտի ենք անցել, սա էլ կարևոր քայլ էր, շատ ավելի հավաքական մեկ ուրեմն պատվաստման շրջանակներում ապահովելու։ Այս բոլոր միջոցառումները մեզ այսօր հնարավորություն են տալիս, որ մենք զերծ ենք կարմրուկից, ունենանք բերովի դեպքեր, գուցե, բայց շարունակելու ենք շատ մեծ աշխատանք տանելու, որ եթե անգամ ունենանք բերովի դեպքեր, դրանք շատ արագ ուրեմն շրջանակը ամփոփվի և բռնկում չդառնա։